Այսօր մի կարևոր թեմայի շուրջ եմ ուզում ձեզ հետ խոսել եւ ակնկալելու եմ ձեր դիրքորոշումը, քաղաքացիական դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ։ Թեման հետեւյալն է. 2025 թվականի մարտին մրցակցության պետական հանձնաժողովը տուգանել է բուքմեյքերական խոշոր ընկերություններին, Soft Construct-ին, Digitane-ին, Woodsoft-ին եւ պատճառը եղել է այն, որ նրանք համապատասխան ժամանակահատվածում ուղարկել են իրենց կայքում գրանցված եւ հաղորդագրություններ ստանալու համաձայնություն երբևէ տված անձանց բազմաթիվ իրենց բնույթով մարքեթինգային հայտարարություններ եւ ըստ էության դա հանձնաժողովը համարել է սպառողին մոլորության մեջ գցել անբարեխիղճ մրցակցություն։ Բանն այն է, որ օրինակ Soft Construct ընկերությունը շուրջ 3 ամիսների ընթացքում ուղարկել է կայքում գրանցված համապատասխան անձանց մոտավորապես 35 միլիոն հաղորդագրություն տարբեր հավելվածների միջոցով, հեռախոսին SMS ուղարկելու միջոցով, որի բովանդակությունն իր էությամբ ըստ էության գովազդային է, թեև գովազդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով գովազդ չի համարվում։ Օրինակ, ասենք, չգիտեմ, 7% քեշբեք այսօր ստացել ես, շարունակիր եւ դու կստանաս համապատասխան բոնուսը կամ էլի կստանաս հնարավորություններ, կամ ծննդյանդ կապակցությամբ քեզ տալիս ենք, չգիտեմ, ինչ որ բոնուսներ, մենք կավելացնենք դեպոզիտդ, եթե դու դնես այսքան դեպոզիտ մինչև այսինչ ժամանակը եւ այլն։ Հիշեցնեմ, որ 2022 թվականին այս ընկերություններին, բուքմեյքերական ընկերություններին արգելվել էր առհասարակ գովազդանելը։ Եվ հիմա այստեղ առհասարակ քննարկման առարկա է դառնում, թե արդյոք անհատական մարքեթինգային հաղորդագրությունները որ տիրույթում պետք է դիտարկել։ Հանձնաժողովը քննարկելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի տիրույթում ասել է, որ չի կարելի մեկ անգամ տված համաձայնությունը անընդհատ համաձայնություն համարել, պետք է շանս լինի, որ մարդիկ առհասարակ ի սկզբանե ասեն, որ իրենք համաձայն չեն հաղորդագրություն ստանալու, ի սկզբանե իրենց հաղորդագրությունը հետ կանչելու հնարավորություն ունենան կամ արդեն տված համաձայնությունը եւ այսպես շարունակ եւ որոշակի խնդիրներ կլուծվեն։ Ընկերություններն էլ ներկայացրել են, եկել են մրցակցության հանձնաժողովի տիրույթ, ներկայացրել են որոշակի առաջարկություններ եւ ըստ էության փորձում են խնդիրը լուծել այս ամենի շրջանակներում, բայց խնդիրը շատ ավելի խորքային է, խնդիրը շատ ավելի լուրջ է, երբ որ անձը անընդհատ անհատապես շահագրգռվում է եւ նրանք կոչ են անում կարծես թե որոշակի կամ այսպես գայթակղում են, որ ինքը գործողություններ որոշակի իրականացնի։ Հիմա այս հարցը պետք է թողել միայն այս օրենքների տիրույթում, թե այդուհանդերձ պետք է փնտրել այլ լուծումներ։ Խնդրում եմ ձեր տեսակետը այս հարցի կապակցությամբ։